Այսօր ավագ շաբաթ է, արդեն մոտենում ենք բունհարության տոնին, մի քանի ժամից եկեղեցիներում կհավաքվեն հավատացյալները, կսկսվի երեկոյան ժամերկությունը, այնուհետև մարգարեական թղթերից հետո կսկսվի Սուրբ Պատարագը, որի ընթացքում կազդարարվի արդեն Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը։ Եվ այսօրվանից կարելի ասել մենք ապրենք այդ հարության լույսով եւ հուսանք այդ հարության լույսը իր հետ կթողնի նաեւ մեր եւ մեր բոլոր հավատացյալների հոգիների մեջ։ Ավագ շաբաթը դա ոչ թե Սուրբ Հարության տոնն է, դա Սուրբ Հարության տոնի սկիզբն է, նախատոնակն է, որպեսզի չխառնենք բուն Սուրբ Հարության տոնի հետ, որը որ նշվում է Կիրակի օրը Սուրբ Պատարագով։ Նաև կուզեի անդրադառնալ այդ Երուսաղեմի Սուրբ կրակի ելքին, քանի որ ինքս ականատես եղա մի քանի սխալ տեղեկությունները, որոնք տարածվում էին տեղի հեռուստաալիքներով, թե իբր թե միայն օրթոդոքս հոգևորականներն են կարողանում մտնել այնտեղ եւ իրենց է տրվում այդ կրակը հանելու շնորհը, այդպիսի բան չկա, դա ամբողջությամբ սուտ է, մտնում է նաև հայ հոգևորականը եւ ամենակարևորը ուզեի նշել նաև, որ վրաց հեռուստաալիքներին մենք ենք այստեղից թույլտվություն տալի անշուշտ Երուսաղեմի հայոց պատրիարքության համաձայնությամբ, որպես իրանք իրավունք ստանան այնտեղ նկարահանումներ անցկացնելու եւ իսկ այս տարի մենք ենք միջնորդել Երուսաղեմի հայոց պատրիարքին, որպեսզի Վրաստանի հանրային ալիքը եւ Աջարիայի հեռուստատեսությունը իրավունք ունենա նկարահանումներ անցկացնել այսօրվա այդ գեղեցիկ միջոցառման ժամանակ Երուսաղեմում եւ կուզեի որ մեր հավատացյալները ստույգ իմանան, որ կրակի դուրս բերելուն իրենց շատ կարևոր եւ մշտական ներկայությունը ունեն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները։